Ինչու նա պետք է հայտնվեր հոգեբուժական հիմնարկում, նամանավանդ երբ որ առկա է փորձագետի եզրակացություն այն մասին, խոսքը գնում է նախորդ եզրակացության մասին 2009 թվականին տրված, որ նա երբևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ չի տառապում։ Այդ եզրակացությունը նաեւ գտնվում է ինձ մոտ, ես ստացա այդ եզրակացությունը դատարանից։ Շանթ Հարությունյանին առաջադրված է մեղադրանք, ինչպես գիտեք, 316 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, վերաբերվում է այն հանգամանքին, թե իբրև նա ոստիկանության աշխատակցին նկատմամբ գործադրել է բռնություն։ Ուրեմն պետք է նշենք, որ գտնում ենք, որ ի սկզբանե այդ մեղադրանքը անհիմն է, անօրինական է, Շանթ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունել, որևէ ցուցմունք այդ կապակցությամբ չի տվել։ Եվ այստեղ մեղադրվում է նրան բաժանմունքի ոստիկանության Երևան քաղաքի վարչության երկրորդ բաժանմունքի պետ Էդգար Ալեքսանյանի նկատմամբ, որ վազելով մոտեցել է նրան, ձեռքին եղած փայտյա մահակով մի քանի հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, այսինքն նրան առաջադրված է այս մեղադրանքը։ Եվ պետք է նշենք, որ Շանթ Հարությունյանը չէր կարող նաև իմանալ, թե տվյալ անձնավորությունը ոստիկանության աշխատակից է, թե ոչ, ինչպես գիտեք, այդտեղ եղել են շատ անձինք, որոնք եղել են ոչ թե համազգեստով, այլ եղել են քաղաքացիական հագուստով, այսինքն ի սկզբանե արդեն բացառվում է նաև այս մեղադրանքի գոյությունը, որովհետև անձը չէր կարող իմանալ